Այս մեդիատուրի նպատակն է Հայաստանի եւ Վրաստանի լրատվամիջոցների փորձագետների միջև մի քանի շերտ միջոցառումների արդյունքում նախ ստեղծել համագործակցություն, Տավուշի ընտրությունը պատահական չէ, որովհետև սահմանակից մարզ է եւ հենց այս մարզը եւ իհարկե արդեն Վրաստանում սահմանակից մարզերն են, որ նաեւ կարող են միասին հավակնել ընդհանուր ծրագրի, դրանք կարող են լինել թե տնտեսական ծրագրեր, թե զբոսաշրջային ծրագրեր եւ դրանով իսկ նաեւ ուրեմն վերհանել նոր հնարավորություններ երկու երկրների համար։ Այսպիսի գործունեությունը ինքը կարճաժամկետ բնույթ չունի։ Երկար տարիների բաց ունենք մենք եւ տասնյակ տարիներ Ադրբեջանը հակահայկական նարատիվները շատ է տարածել եւ Վրաստանում խնդիրներ է առաջացել, հա, ուստի այսօր ունենալով հայալեզու լրատվամիջոցներ Վրաստանում, դուք ձեր գործն եք անում, նաեւ այսպիսի միջոցառումներ անելով միջպետական, հա, դեսպանատների աշխատանքը, այս ամեն ինչը ունի մի նպատակ, որ ավելի ճանաչելի լինենք, ավելի, հա, բազմակողմանի մեր թեմաները, մեր շուրջ զարգացումները ներկայացվեն իրենց եւ երբ որ նույն մեր գործընկերները վերլուծում են տարբեր հանդիպումներում կարծիք են արտահայտում, լինեն ոչ թե պրոհայկական, այլ նեյտրալ եւ լինեն այնպիսի, ինչպիսին է իրավիճակը, հա, ուստի մենք այսօր, հա, հստակեցնում ենք, ցույց ենք տալի, որ մենք փորձում ենք հակակշռել հարևան երկրի հակահայկական այդ նարատիվների տարածումը Վրաստանում եւ այսպիսի ծրագրերը պիտի շատ լինեն տարբեր ոլորտների եւ նույնիսկ հա մի քանի օր անց Դիլիջանում փառատոն է սկսվելու այդ Միմինոն, որտեղ արդեն հա մեր շեֆ խոհարարներն են մրցելու, ինչը շատ ճիշտ է, մենք եթե իրար պիտի ինչ-որ բան ապացուցենք, առաջնայինը հենց այսպիսի փառատոնների միջոցով պիտի լինի, ինչը շատ կարեւոր է եւ իմ կարծիքով բոլորը իրենց տեղում իրենց գործ անելով կարող են այս հարաբերությունները երրորդ երկրների ազդեցության տակից դուրս հանեն։